Զրուցենք ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանի հետ, պարոն Մկրտչյան, նախ խոսենք նախագահի դատի վերաբերյալ, կրկին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին դատում են, ինչ կարող եք ասել սրա վերաբերյալ։ Դե ասեմ նույնը Լուսինե ջան, որ ինչի համար են դատում են, որ մնացած Հայաստանն էլ տան։ Վերջ-վերջո Արցախը որ հանձնեցին, այս ծրագրով որ սրանք եկան, առաջի հարվածում հասցրեցին ամենաուժեղ տղուն, Հայաստանի երրորդ հանրապետության ամենաուժեղ տղուն Սերժ Սարգսյանին, հետո Մանվել Գրիգորյանին, Ռոբերտ Քոչյանին ու տենց մնացած բոլոր ուժեղ տղեկին սկզբում խփեցին, որ կարողանան Արցախը հանձնեն։ Հիմա նորից հանձնելու բան կա, չեն հանգստացել, Հայաստանը պետք է հանձնեն, դրա համար նորից դատում են, նորից խփում են այդ ուժեղ տղեկին ու ամենաուժեղ տղու գլխավորության, որը որ Սերժ Սարգսյանն է։ Այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին Facebook-ում գրառում է արել շատ ուղիղ հայհոյանքներ հնչեցնելով կոնկրետ Արշակ Սրբազանի։ Ես այդ հայհոյանքները հենց հիմա վերադարձնում եմ, իրան պորնակաբարու ասի ինչ ասի, չէ՞, պորնակաբարոն դու ես, այ մուսար, պորնակաբարոն դու ես ու այդ կանգնած եմ Սրբազանի ու եկեղեցու կողք, այսա կասեմ, ով մեր միլիոնավոր հայության հոգևոր առաջնորդներին, սրբազաններին վիրավորումա, նա երևում է որ Ալիևի, այսկական Ալիևի բանն է, ճուտն է, նայել է, չէ՞, Արցախի հանրապետության դրոշը որ եկավ տրորից, դա գիտեք ինչ կա, դա կոռեկտություն չէ, էլի, թեկուզ հաղթում ես թշնամու նկատմամբ, պետք է այդ ձևի քեզ չպահես։ Հիմա սա է միլիոնավոր հայերի կաթխիկոսն է մեր վեհապարը, կաթխիկոսն է սրբազաններն էլ, էլի միլիոնավոր հայերի սրբազաններին, դու ով ես որ տենց վիրավորում ես, քֆուր ես տալի։ Պորնակաբարոն դու ես, հիմա ասում եմ պորնակաբարոն դու ես, Նիկոլ։ Իսկ ըստ ձեզ ինչպես պետք է լինի եկեղեցու արձագանքը, կրկին ինչ-որ ավարարի ճակատամարտ, պետք է ավարարի ճակատամարտը տանք սրանց դեմ, եկեղեցին պետք է կազմակերպի, ազգային ազատագրական պայքար պիտի մղենք սրանց դեմ, պիտի տանք ավարարի ճակատամարտ, Լուսինե ջան, այս սա է։ Շնորհակալ եմ։ Ես էլ ձեզ։ Այս մեր քրոջներ թուրը կողքը կանգնած են մերի ջան, ու այդ մուսերների ձեռը մենք իջացնելու ենք, որ դրանց ձեռքը երբեք չբարձրանա ձեր նման սիրուն հայուհիների ու լրագրողների վրա։ Ու այդ մուսերներն են, որ նաև ոստիկանության անվան հետ են խաղում։ Սրանք փորձում են ոստիկանությունն էլ վերածեն մուսերանոցի, բայց մենք դա էլ թույլ չենք տալու։ Շնորհակալություն։ Լայվ նյուզի հարգելի հետևորդներ, այսքանով ավարտում